Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք վերաշխատանքը պոլիտիկայի մեթերում, այս բան ես զրուցել եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանց հետ, շնորհակալ եմ պարոն Սուրենյան։ Ես եմ շնորհակալ։ Հրավերն ընդունելու համար ձեր կուսակցությունը որոշեց ընտրությունների մասնակցել, ի վերջո հրապարակային դարձեցիք, հա, որ ընտրություններին մասնակցելու եք Ծառուկյանի հետ, Բարգավաճ Հայաստանով, ոնց մենք հասկացանք հրապարակային խոսքից տարբեր գործիչների այդ միավորմանը միացել է կամ հայտարարել արդեն միացման մասին Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչ միավորում է, ինչու, եթե միավորում, ինչու կուսակցությամբ, ինչու Բարգավաճ Հայաստանի բրենդի ներքո դա ավելի շատ աշխատեցված բրենդ էր, թե որն էր նպատակը խնդրեմ, որտեվ հենց այս ձևով մասնակցելու պարագայում կան, դուք էլ եք լսում քննադատություններ, որ ուրեմն այս ուժերը, որոնք միավորվել են, վստահ չեն, որ 4%-ը կհատեն, դրա համար կուսակցությամբ են մասնակցում 8%-ը երևի։ Այո, դաշինքի դեպքում 8%։ Ուրեմն նախ ես ուզում եմ արձանագրել, որ առաջարկ Հայաստանին ծրագրին միանալով ենք մենք ի վերջո հանգել ու մյուս ուժը նույնպես Մայր Հայաստանը Բարգավաճ Հայաստանին տրացուցակով մասնակցել ընտրություններին։ Այդ քննադատություններին ես տեղյակ եմ։ Ես առավել քան վստահ եմ, որ 8%-ը խնդիր չի լինելու այս ընտրացուցակի համար, անկախ նրանից ինչ բրենդով հանդես գանք։ Սա մեկ։ Երկրորդը ինչի դաշինք չէ։ Զուտ տեխնիկական նկատառումներից ելնելով այս բանը մեկ կուսակցական ցուցակով մասնակցելը մենք ավելի նպատակարար ենք գտել դաշինքների պարագայում, գիտեք, այդ մի քիչ ավելի բարդ է։ Երեք մի քանի միավորներ պիտի առանձին ցուցակներ կազմեն։ Զուտ տակտիկական մեր նախընտրական մարտավարության տեսակետից ավելի էֆեկտիվ ենք համարել, ավելին ես ասեմ, որ սոցիոլոգիական հարցումների դինամիկա, ես հիմա տվեր չեմ հրապարակի, դրանք փակ հարցումներ են, ցույց են տալիս, որ մեր ընտրացուցակը, առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ Բարգավաճ Հայաստանը ընդդիմադիր դաշտում կարող է մրցակցել նույնիսկ առաջնորդության տեղի համար, այսինքն այս պայմաններում խոսել այն մասին, որ մենք վախեցել ենք 8%-ի շեմ հաղթահարել, դու բացի այս կուսակցություններից, նաև ազդեցիկ այլ մարդիկ են միանում ընտրացուցակին, ծրագրին եւ չեմ կարծում, թե այդ խնդիրը առաջնայիններից է եղել ֆորմատը որոշելու հարցում։ Բայց մի բան էլ կա, ես ուզում եմ այդ շատ մեծ տոնայնությամբ քննադատներին մի բան ասեմ։ Ինչքան էլ վստահ լինես ուժերիդ վրա, քաղաքական ողջամիտ գործիչների մոտ միշտ ռիսկի գործոնը կա։ Այսինքն եթե ինչ-որ մարդիկ դնում են ռիսկի գործոնը հաշվարկում են, դա միայն այդ մարդկանց հեռատեսության մասին է խոսում, ոչ թե վախերի։ Լավ տարբերակը միշտ կա, իդեալական տարբերակ, հա, այդ միայն քեզանից էլ կախված չի, մի շարք հանգամանքներից ու գործոններից է կախված։ Հիմա մեզ ըստ էության մեղադրում են, որ մենք քաղաքագիտության կարևոր բաղադրիչներից մեկին ապավինել ենք այդ ռիսկերի տեսությանը։ Լավ, պարոն Սուրենյան, եկեք, քանի որ մեր վերջին զրույցի ժամանակ դուք դեռ պաշտոնական հայտարարություն չէիք արել եւ բնականաբար չէիք կարող խոսել այն հարցերի մասին, որ հիմա ձեզ կտամ, ով է վարչապետի թեկնածուն։ Այս ընդդիմադիր դաշտում բոլոր ուժերը կարծեք թե հենց միավորվում են, հայտարարում են աշխարհը փոխելու մասին, հենց հարցը գալիս է վարչապետի թեկնածուի հստակեցման մասին, ասում են հարցումներ կանենք, Աստված պապիկը կհուշի, չգիտեմ,
կքննարկենք, հա, ով է Բարգավաճ Հայաստանի կամ Մեր մոտ է քանի որ Բարգավաճ Հայաստանը ավելի շատ Ծառուկյանով են ճանաչում։ Պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ 3 ինքը առնվազն 3 հոգու գիտի, ովքեր իր ընկալմամբ կարող են լինել վարչապետի տեխնացու։ Ով է Ծառուկյանի վարչապետի տեխնացու։ Տեսեք, ես այդ հարցին շատ պրագմատիկ բանով կգամ, էլի։ Բայց անկեղծ։ Շատ անկեղծ եմ պատասխանելու եմ բոլոր այդ 3 առանցքային թիմերում ընդդիմության։ Լիդերի հարցը ըստ էության օրակարգից հանված է, որովհետև բոլորի մոտ լիդերները շատ ակնհայտ են, էլի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մոտ է Ռոբերտ Քոչարյանն նա ոչ մի սոցիոլոգիա չի կարող այդ պատկերը փոխել, հենց ինքն է սոցիոլոգիայի մասին ասել, դրա համար եմ ես ասում։ Ծառուկյանի մոտ Ծառուկյանն էլի ոչ մի սոցիոլոգիա պատկերը չի կարող փոխել, Սամվել Կարապետյանի մոտ երևի ավելի ակնհայտ է այդ, էլի ոչ մի սոցիոլոգիա բանը պատկերը չի կարող փոխել։ Այսինքն բոլոր բևերները ունեն իրենց լիդերները։ Ծառուկյանը ինքը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում, փոխարենը ասել է առնվազն 3 տեխնացուի անում։ Ովքեր են այդ։ Ես անկեղծ ասեմ, նման քննարկում չենք ունեցել եւ ես չգիտեմ այդ 3 Պարոն միացել եք քաղաքական միավորման մաս եք կազմել, չգիտեք, բավոր վերջում շատ հիպոթետիկ բան եմ ասում։ Վերջում բավորն էս տեխնացու առաջադրեն ձեր հաստատ պոտենցիալ ցուցակից ողջամտության սահմաններում ով էլ առաջադրվի, ընդունելի կլինի մեզ համար, մոտավորապես էլի շատ անկեղծալ ենք, ու այդ չի կարող մի հատ նես մարդ լինել, որ քաղաքական կեյս չունի, հասարակությանը հայտնի չի, կամ ինչ-որ մի պատկառելի ուղի չի անցել, այդպիսի մարդ չի կարող լինել, հետևաբար այդ պայմանական ասեմ, հա, պարոն Ծառուկյանը 3 մարդու անունը, ոչ թե անունը տվել, այլ նշել է ակնարկել է, որ 3 հոգի որ 3 է, եթե նույնիսկ 10-15 հիպոթետիկ թիվը ասեր, 10-15-ում չի կարող լինել գործիչ, որի նկատմամբ ես ու իմ թիմը կունենանք շատ տենց սկզբունքային տարակարծություն։ Շատ լավ, քննարկում էր, որ Արտուր Վանեցյանը գուցե նաև միանա այդ միավորմանը, բայց Վանեցյանը հայտարարեց, իր կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին։ Սա ինչպես է գնահատում արդեն ոչ թե որպես ընդդիմադիր ուժի ղեկավար, այլ նաև որպես քաղաքագետ վերլուծաբան։ Գիտեք, ես ի սկզբանե այդպիսի բանակցություններից տեղյակ չեմ եղել, որը պիտի բերեր պարոն Վանեցյանի միանալուն այդ ընտրացուցակին, այսինքն նման հավանականություն ի սկզբանե 2 է գնվում։ Ես շատ քիչ հավանական եմ համարել, կարծում եմ պրոցեսներին բավականին խորքից տեղյակ եմ ու այդ մամուլը որ շատ ակտիվ գրում էր, նույնիսկ ես սկսում եի կասկածել կա, ինչ-որ բան կա, որ տեղի ունենում, ես տեղյակ չեմ։ Սա մեկ, Արտուր Վանեցյանը իմ համար ոչ միայն գործընկեր, այլ նաև մարդկային հարաբերություններում, ընկերական հարաբերություններ ունեմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում իրենց որոշմանը։ Ի վերջո, գիտեք, եթե ձևաչափերի մեջ գործող մեծ հոգեհարազատություն այդ մարդը չի տեսել 3 ձևաչափերի եւ չի որոշել այդ քաղաքական դիմագիծը պահել եւ չի ինտեգրվել դրանցից որևէ մեկին, դա էլ հարգանքի արժանի դիրքորոշում, մյուս կողմից չի ուզեցել ձայներ փոշիացնի կամ ապակառուցողական տրամադրություններ խթանի դիմադիր դաշտում։ Հաստատ բոլոր են ուժերից, որոնք սահմանափակ ռեսուրսներ ունեն, բայց շատ բարձր տոնայնությամբ խոսում են վարչապետի տեխնացու լինելու մասին, կան չէ նման ուժեր, Վանեցյանը շատ ավելի շատ եւ մարդկային ռեսուրս ունի, եւ կադրային ռեսուրս ունի, եւ ընդհանրապես եւ կարող էր ինքն էլ առանձին մասնակցության հայտ ներկայացնել եւ շանսեր էլ կային, այսպես ասենք, հա, խորհրդարանական ուժ դառնալու, բայց ինքն ընտրել է այս ճանապարհը, չի գնացել արհեստական խոշորացման, ըստ երևույթին թիմի քաղաքական դիմագիծը չվտանգելու նկատառումով, բայց նաև չի ուզեցել խանգարել այն դոմինանտ ուժերին, որոնք այս ընտրությունները իրենց համար պատմական շանս են անում։ Իդեպ շատ հետաքրքիր որոշում էր, որտեղ Վանեցյանի կողմից առաջին անգամ չի նման ոչ այսպես պոպուլյար որոշում կայացվում, այո, ոչ ստանդարտ, որովհետև 2022-ի դիմադրության շարժումից հետո էլ ինքը միակ փաստորեն ընդդիմադիր պատգամավորն էր, ֆրակցիայի առաջնորդն էր, որ մանդատը վայր դրեց։ Այո։ Ասելով, որ մենք խոստացել ենք, չստացվեց։ Հիմա լավ, գանք ծրագրին, առաջարկ Հայաստանին, ես
լսում եմ քննարկումներ, իշխանությունները հաճախ այդ ծրագիրը իրաց թիրախում են պահում, դա նաև տեղ ունեցավ հանրայինի եթերում, հա, տարբեր հարցերի տեսքով հիմա ծրագրում գրված են թվեր, ասենք, չգիտեմ, միլիարդավոր դոլարների ներդրումներ, մետրոյի կայարանների, չէ, մետրոյի ցանցի ընդլայնում, մի խոսքով տարբեր այսպես ճոխ բաներ են գրված։ Դրանք տնտեսապես ներդրումների առումով հիմնավորված են, թե ուղղակի ցանկություն են, որը վատ չի, բայց այս պահին կոնկրետ աղբյուրները բան հայտնի չէ։ Տեսեք, մեր մոտ ոնց ընդհանրապես տնտեսագետների պրոֆեսիոնալ խումբ է աշխատում։ Ես ինքս տնտեսագետ չեմ եւ այդ տնտեսագիտական թվերի մեջ խորամուխ լինել չեմ կարող։ Բայց այդ մարդկանց, ովքեր աշխատում են, որոնց ես ճանաչում եմ, դուք էլ եք ճանաչում, հասարակությունն էլ է ճանաչում, ենք հայտնի տնտեսագետներ են, նաև պետական աշխատանքի փորձով, եւ ես կարծում եմ, որ ինչ-որ իրատեսականությանը շատ մոտ ինչ-որ կանխատեսումների հիման վրա են կազմել այդ ծրագրերը։ Ծառաչարք Հայաստանի գլխավոր ուժեղ գիծը դա է, որ եթե օրինակ արտաքին քաղաքականության միջազգային հարաբերությունների քաղաքական համակարգի հարցեր են, մեր տնտեսագետ ընկերները վստահում են այն մասնագիտական խմբերին, ասենք մեզ, որոնք դրանով զբաղվում ենք եւ այդ հարցում պրոֆեսիոնալներ ենք։ Նույն ձևի մենք վստահում ենք տնտեսական բլոկին, որը կազմում է այդ ծրագրերը։ Ես այնտեղ պոպուլիստներ ճիշտ ասած չեմ տեսնում, բայց աշխարհում չկա իդեալական ծրագիր, բնականաբար։ Այդ քննադատողներն էլ թո առաջին հերթին իրանց ծրագրի վրա լացեն։ Հեսա 5 տարին լրանում է, ինչ որ ծրագիրը չի իրականացվել ընդհանրապես։ Ասում խաղաղությունը բերել են գլխավոր։ Խաղ գիտեք, շատ բան կարող են ասել։ Աչափնյակի մետրոն էլ։ Հենց այդ մետրոյով էլ բերել են, Աչափնյակով էլ վիրտուալ գոյություն ունի։ Ինքը խաղաղություն չի բերել։ Ինքը բնականաբար փորձելու է խաղաղություն պատերազմ երկընտրանք անել։ Մենք իրան կստիպենք, որպեսզի խաղաղության մոդելների շուրջ բանավեճի մեջ մտնի։ Եթե ընդունենք, որ իր բերած ինչ-որ մոդել է, այ մոդելների շուրջ մեծ սիրով ես ինքս այդ իմ ոլորտն է, իրանց թիմի ցանկացած անդամի շուրջ հետ պատրաստ եմ բանավիճել։ Շատ է, պարոն Սուրենյան, տեսեք, այդ խաղաղություն բերել ենք միջալոց հիմա շատ ծիծաղալու է, տարածաշրջանի, որովհետև դե ասում են սա մեզ չի վերաբերում, պարոն Սուրենյան։ Նշանակում է ընդհանրապես սուբյեկտ չես։ Այսինքն, տեսեք, մի քանի հազար կիլոմետր հեռու Միացյալ Նահանգների վերաբերվում է Իրանի պատերազմը, այ մեզ չի վերաբերվում։ Դե Արցախի կորստի ժամանակ էին համայրը այդ կարգի բան ասում, որը մեզ օտարել չէ։ Շատ ուղիղ, պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե Հայաստանի սահմաններին իրավիճակը եթե նույնիսկ ընդունենք, որ խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները ինչ որ ռացիոնալ հիմք ունեին, հա, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ այսօր աշխարհում անվտանգության միակ հուսալի երաշխիքը միջուկային վահան ունենալն է։ Մնացած բոլոր պետությունները, որոնք միջուկային վահան չունեն, խոցելի են։ Ելուր մնաց խոսենք Հայաստանի մասին։ Օրինակ որևէ մեկի մտքով չի կարող Ամերիկայի որևէ նախագահի մտքով այդ հանդգնությունը չի կարող անցնել, նույն գործողությունները ձեռնարկել Իրանից անհամեմատ թույլ մի այլ պետության, Հյուսիսային Կորեայի։ Որտեղ գիտի, որ համարժեք պատասխան կստանա, որը կոլապսին շատ մոտ կլինի, համաշխարհային կոլապսին։ Հետևաբար այս պայմաններում, երբ որ Փաշինյանը, Ռուբինյանը, Միրզոյանը, Պողոսյանը, Պետրոսյանը ինքնագոտ դեմքով կուկուրուզ կամ պերաշկի ուտելով խոսում են խաղաղության շրջելության մասին, այդ մարկանց հոգեկան առողջության կամ adekvatության մասով լուրջ հարցեր են առաջանում։ Բայց ինչ է, Հյուսիսային Կորեան ունի ատոմային զենք, մենք ունենք Նիկոլ Փաշինյան։ Համարժեք չեն։ Լավ, գանք լուրջ հարցեր։ Որպես երկրի սպառնալիք համարժեք։ Այո, պարոն Սուրենյան, տեսեք, բոլոր ընդդիմադիր ուժերը մտնում են ընտրական process, մտել են արդեն ընտրական process-ի մեջ։ Հանրապետական կուսակցությունը 5 ամիս ոչինչ չի արել impeachment-ի վերաբերյալ, հա, impeachment ասվածի վերաբերյալ։ Հիմա երբ բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց ռեսուրսները փորձում են կենտրոնացնել ընտրական process-ով այս մարդուն հեռացնելու, եթե գնա ընտրակեղծիքների հետ ընտրական process-ով այս մարդուն
դուրս չպրտելու գործի վրա ակտիվացնում են impeachment-ի թեման եւ ասում են բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է կպնեն այս գործին։ Նախ ես սպասում եմ այդ ծրագիրը որ ներկայացվի, որովհետև այն հռչակագրային ձևակերպումները ծրագիր չեն։ Սա մեկ։ Ակտիվ փողոց բոլորս ենք ուզում։ Որտեղ առանց ակտիվ փողոցի, իսկ ակտիվ հասարակության, հա, ընտրական գործընթացում հաջողել չես կարող, հետընտրական գործընթացներն էլ ոչ մեկ չի չեղարկել։ Ինձ որևէ ծրագիր հետաքրքիր է կամ ես դրա արդյունավետությունը գնահատելու եմ շատ կոնկրետ լակմուսի թղթով։ Ինքը բերելու է հասարակական սուբյեկտանության մեծացմանը, թե հակառակը։ Որտեղ այս ընտրությունների միակ ինտրիգը այն էլ չի որ ընդդիմադիր ուժը որտեղում կլինի կամ քանի տոկոս կամ քանի մանդատ կստանա։ Այս ընտրական գործընթացի գլխավոր ինտրիգը հետևյալն է։ Մենք կարողանալու ենք բարձր մասնակցություն ապահովել թե չէ։ Այդ Գյումրի, որ անդադ խոսում են, Դա բարձր մասնակցություն։ դե բարձր մասնակցությունը բերեց նրան, որ իշխանությունը պարտվեց։ Հիմա արդյոք այդ ծրագիրը բերելու է հատկապես impeachment ցուցանակով բարձր մասնակցության ապահովման։ Որովհետև երբ որ օրացույցը քեզ ընձեռել է հնարավորություն արդյունավետ իշխանափոխություն անելու, ընտրություններն են։ Այդ ժամանակ առաջնահերթությունը պետք է դնել հենց ընտրական մեխանիզմի վրա։ Դա չի նշանակում հետընտրական զարգացումները բացառել, եթե ընտրությունները իշխանությունները գնան տոտալ ընտրակեղծիքների։ Դա ասեն արդեն կեղծված են ընտրությունը։ Ընդհանրապես գիտեք ոնց է, բոլոր ավտորիտար երկրներում էլ ընտրությունները կեղծելու փորձ են Բայց չի ուզում իշխանությունները։ մասնակցել։ Իսկ ով ասեց, որ եթե ավտորիտար երկրում ընտրական ինստիտուտը վտանգված է, պայքարի այլ եղանակներ ավելի անվտանգ են։ Կամ ով ասեց, որ ավտորիտար երկրներում չի լինում հնարավորություն ընտրական ինստիտուտով փոխելու իշխանությունը։ Ես ասում եմ դա ակտիվ մասնակցությունն է, որը իր մեջ փողոցել է ենթադրում, որտեղ եթե հասարակությունը ակտիվ գնում ընտրական գործընթացի, սուբյեկտ է դառնում։ Ինքը չի անդուրժում, որ կեղծում են ընտրությունների արդյունքները, հետընտրական փուլում հեղափոխական սցենար առաջանում։ Բոլորս գիտենք, չէ՞, այդ մասին մեծ գաղտնիք չեմ ասում։ Հիմա ես ասեմ, ինչն է վտանգը նախընտրական փողոց գեներացնելու։ Գուցե շատ արդյունավետ բան առաջարկեն կարծիքս փոխվի, բայց առայժմ նախնական ասեմ վտանգը։ Եթե այդ փողոցային պայքարը հանգարց ձախողվի, Ընտրական process-ը ավարտված։ ընտրական process-ը կարող ես համարել ավարտված, որովհետև հենց այդ ապատիկ հասարակության բանաձևին կգանք, կորը կբերի դրան, անխուսափելի էլի։ Եթե ես ու դուք անենք, եթե նույնիսկ, կապ չի ով անում, դե թողում ենք։ Չէ, անողների մասին չի խոսքը։ Հա, ես տեխնոլոգիան եմ ասում։ Ուրեմն ծրագիր ներկայացնողը ես կարծեմ դա 5-ին 6-ին է ներկայացվելու ամսի, այս մի քանի օրից։ Ու շատ բծախնդիր պետք է ներկայացնի հաջողության երաշխիքները։ Հակառակ պարագայում դա բերելու է հասարակության ապաթիային, եթե մենք դուրս գանք փողոց դա տապալվի, հիշում եք, չէ, ՀՓՇ-ից հետո ինչ ապաթիկ հասարակություն եղավ, ի վերջո դա կանխորոշեց նաև Վերջո բանից հետո, ասենք դիմադրության շարժումից։ Սրբազան շարժումից հետո միջև եկեղեցու դեմ Այսօրվա պրոցեսները ապաթյան այդ շարժման ձախողման հետևանքն է։ Հիմա 21 թվին հենց այդպիսի միած սխալ ընդդիմություն արեց, պարտվեց։ Կարող է այդ ՀՓՇ-ի անհաջող փորձը չլներ, օրինակ, չգիտեմ։ ընտրական process-ը Հա, ընտրական process-ը լրիվ այլ լոգիկայով լինել, որովհետև նախընտրական արշավը հենց ինքնին փողոց է նշանակում, ուղղակի փողոց մի քիչ այլ ֆորմատով։ Ոչ թե գնում ես ինչ-որ X ժամ ես ասում, որ պիտի իշխանափոխություն անես, այլ այդ X ժամը ընտրության օրն է։ Հա, պետական օրացույցով նշանակված է։ Ես շատ արդյունավետ կհամարեմ, որ այս իդեան հրապարակ բերողները ներկայացնեն համապարփակ ծրագիր, որը նաև հետընտրական զարգացում է ենթադրում, կոմպլեքսի մեջ դիտարկենք ծրագիր։ Ոչ մի քաղաքական ծրագիր ես առանց կարդալու ոչ ընդունում եմ, ոչ մերժում եմ։ Սա ներկայացնեն ուղղակի impeachment-ը ինքը ինչքան էլ փողոց գեներացնես բան անես, կոնկրետ ընթացակարգ է ենթադրում։ Ինչ-որ մեկը համոզված է, որ այս խորհրդանը դերևս ֆունկցիոնալ է։ Վերջի ինչ էլ անես, պետք է այս խորհրդանով չհանգուցալուծվի։ Impeachment-ը նման բան է։ Այ եթե իրենք impeachment-ը կարողանան հունիսի 7-ի հետ կապել եւ ցույց տալ, որ
Դրա այդ գործընթացի նպատակը հունիսի 7-ին ոգևորության մեծ ամպ առաջացնելն է, ինչ որ մեկը դրան դեմ չի լինի։ Դրա համար եմ ասում, բայց եթե պիտի փողոցային պայքար լինի, նոր մտրական լոգիկայից մի քիչ դուրս, չէ, որտեվ ամեն դեպքում impeachment-ը մի քիչ ուրիշ բան է ենթադրում, որը հանկարծ բերի կամ որը հանկարծ հաջողելու 90 եւ ավել տոկոս հավանականություն չունենա, այդ շատ ռիսկային բան կլինի, որը կարող է բերի խիստ ապատիկ բաների, որտեվ ըստեղ մի հատ ուրիշ վտանգ էլ կա, իշխանության հնարավորությունը ստալի ուժային գործողությունների դիմելու։ Հիմա էլ է դիմում, բայց այս ժամանակ ինքը շատ ավելի ակտիվ կդիմի եւ բանը, չգիտեմ, այդ նախ թող ներկայացնեն եւ հետո շատ կարեւոր է, օրինակ այդ ուժը, որը հանրապետական կուսակցությունը ամենայն արգանքով իրենց հանդեպ, եթե այդ ներկայացնելու են, դա զուգակցելու են ընտրություններին մասնակցելու իրանց հայտարարության հետ։ Որտեվ եթե իրանք ընտրություններին մասնակցելու են, իրանց ծրագիրը ավելի մեծ կշիռ է ձեռք բերելու։ Դե բոլորիս հետ միասին ստացվելու է նաև ընտրական գործընթացի համար են, չէ՞ պատասխանատվության տակ մտնում։ Բայց իրանք եթե ընտրություններին չմասնակցելով են այդ ծրագիրը ներկայացնում, ստեղ եւ առաջարկում են ընտրություններին մասնակցողներին մտնել դրա։ Հա, ստեղ մի քիչ բան է առաջանում, խնդիր է առաջանում մի քիչ։ Զուտ պատասխանատվության անհամաչափության խնդիր է առաջանում քաղաքական տեխնոլոգիայի իմաստով։ Շատ լավ, վերջին հարցը պարոն Սուրյանց, ընդհանրապես կարծում եք ընդդիմադիր ուժերը ժամանակը չէ հավաքվեն, ընդհանրապես հասկանան ինչպես են գործընթացներին առաջ գնում։ Առանց միանալու մասին չի խոսքը։ Տեսեք, մի դաշինք կազմելու մասին չի խոսքը։ Ձեր նախորդ հաղորդման ժամանակ ասացի, որ միասնական ընդդիմության թեզը համարում եմ ուտոպիա, այդ ցուցակ է էլի նկատի ունեմ միասնական ընդդիմության ուտոպիստական գաղափարներ էլ կենսաթոշակային տարիքի չեմ ասել, որ շատ լուրջ դնեմ քննարկեմ, ի սկզբանե բանը, այս առումով ես հիմա էլ միասնականության կոչերը մի քիչ չեմ բայց ձեր ասածս վերաբերվում էր օրինակ, ասիկան 2012-ին դրա փորձը կար, խաղի կանոններին, 2012-ին դրա փորձը կար եւ ԲՀԿ-ները առանցքում այդ ընդհանուր շտաբը։ Այո, ընդհանուր շտաբը։ Ես հիմա առաջարկում եմ անել այն ինչ որ Գյումրիում արվում։ Չեմ էլ վախում, որ ես ասել, Գյումրի Ռուսաստան, ոչ մի Ռուսաստան էլ Գյումրիում չկար։ Մայր Հայաստան կար, մենք կայինք, Վարդան Ղուկասյանի թիմ կար, Մարտունի թիմ կար, բանը նույնիսկ դեր քաղաքական էս գաղջիրականությունից ենք կտրվել, ինչ-որ դրական իմաստով եմ ասում։ Գյումրիում մենք կարողացանք չֆորմալիզացված բանավոր համաձայնությունների գալ միջև ընտրությունները, բայց վարկագծային ներդաշնակությամբ էլի ուղղակի չենք հայտարարում ու վերջ։ 3 բանի շուրջ։ Հիմա այդ 3 բանի շուրջ բոլոր ընդդիմադիր սեգմենտները պետք է համաձայնության գան։ Ա. Գոտկատեղից ներքև իրար չեն հարվածում, կանոնալն։ Բ. Սեպարատ որևէ համագործակցություն հետ ընտրական եւ նախընտրական փուլում ԿՊ-ի հետ բացառում ենք։ Գ. Այս գլխից ֆիքսում ենք, որ հետ ընտրական փուլում առաջին համարի շուրջ, այսինքն առաջին համարի նկատի ունեմ ընդդիմության առաջատար ուժի տեխնացուի շուրջ տեղի ունենում կոնսոլիդացիա։ Սա ամենապրագմատիկ, չգաղափարայնացված, բազմաբևեռությունը չմերժող բանա, պլանա համագործակցության, շատ բարդ բան էլ չի, կես էջ է այդ ընդհանրապես։ Ես չեմ կարծում ինչ-որ դա ստորագրել է պետք, կամ էլ պապայի մամայի արև երթվել է պետք, էլի, որտեղ ընթացքում ոնց Գյումրիում ֆիլտրվեց 9 ուժից պարզվեց 5-ն են ընդդիմադիր։ Այսինքն այն որ խոսացինք իրար հետ բոլորս, վարկագծով երևաց, որ 5 ուժ են հավատարիմ մնում էս բանին, անկախ նրանից քանիս հայտնված բանում։ Այդ դե իման շատ նորմալ է։ Այսինքն ես առաջարկում եմ այդ մոդելով գնալ, չէ 6 ուժեր մնացել, մենք ապրելու երկիրի չանցանք, մյուսները անցանք, կարևոր չի, բայց ով էլ անցներ, նույն բանին տրամաբանության մեջ հավատարիմ էր մնալու, հիշում եք, չէ՞, նույնիսկ, բայց այդտեղ մի հատ շատ կարևոր բան կա, Գյումրիից տարբերվող մի բան ասեմ, համել իշխանության շարքումների դեմը միանգամից առնենք։ Առաջին համարն էլ պիտի պարտավորվի, այսինքն
ով էլ լինի առաջին համար, ինքը պետք է պարտավորվի, որ ձևավորելու է կոալիցիոն կառավարություն։ Այսինքն համապարփակ պատասխանատվություն ալնելու այդ կառավարության Գյումրիի մոդելը այդ առումով երկրորդ մասը չի կարելի կրկնել։ Այսօրվա Գյումրիի խոցելությունը հենց դրա հետևանք է։ Օրինակ, եթե Գյումրիում ընդդիմադիր կոալիցիա ձևավորվեր, ոչ թե համախոհություն հաղթող տեխնացուի շուրջ, հիմա համոզված եմ կասկած չունեք, չէ՞, որ ավելի արդյունավետ մեխանիզմներ կգտնվեր, ամենայն հարգանքով Վարդան Ղուկասյանի հանդեպ ինքը կարող էր նահանջել, վստահելի մեկ այլ մարդ դառնալ քաղաքապետ, այսինքն այդ իշխանության ճնշումները ասիմետրիկ դարձնելու նպատակով։ Ես կարծում եմ քաղաքական ուժերը այնքան հասուն են, որ կոալիցիայի տարբերակով կգնան, որը պարլամենտարիզմի ամենակարևոր բանն է։ Շատ լավ, շնորհակալ եմ, Ես էլ պարոն եմ Սուրենյանց։ Ես շեշտում զրուցում էի Սուրեն Սուրենյանց հետ, տեսություն կհանդիպենք։